Ողջույն հարգելի հայրենակիցներ, ձեզ հետ է առողջ որոշումը։ Այլևս Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ապահովագրությունը ընդունվել է։ Ընդունվել է օրենքը բազմաթիվ անգամներ ես դրանից խոսել եմ, արագ, առանց նախնական պատրաստվածության, առանց նախապատրաստական փուլի եւ այս պահին ինչ խնդիրներ ունենք։ 2025 թվականը ավարտվում է, մնացել են հաշված աշխատանքային օրեր, սակայն այս պահի դրությամբ ընդունվել է առողջության ապահովագրության օրենքը, հայտարարվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունվարի 1-ից ունենալու են համապատասխան ապահովագրական փաթեթները եւ դիմելու են իրենց բժշկական կենտրոնները համապատասխան բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու համար։ Սակայն կառավարության նիստի ժամանակ, որտեղ ընդունվեցին տասնյակ ապահովագրության օրենքի հետ առնչվող ենթաօրենսդրական ակտեր, Հայաստանի Հանրապետության կառավարությունը իդեմս վարչապետի մի հորդոր արեց մեր Հայաստանի Հանրապետության բնակիչներին, ասեց. հարգելի բնակիչներ, չմտածեք, որ ապահովագրությունը դա սև ուրբաթ է, այսինքն չգնաք, չգրոհեք բժշկական կենտրոնները, եղեք ներող, ընկալող, պրոբլեմը պետք է հանդիպի իր լուծմանը, մենք ունենալու ենք բազմաթիվ պրոբլեմներ այս ապահովագրական խնդիրների հետ կապված, որի արդյունքում քիչ-քիչ լուծելով կգնանք եւ երբևիցե մենք այլևս կունենանք այնպիսի մի ապահովագրական համակարգ, որը որ կծառայի Հայաստանի Հանրապետության բնակչին։ Սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի պատկերացնում, որ առողջապահության մեջ պրոբլեմները դրանք կյանք արժեցող խնդիրներ կարող են լինել։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը չի հաշվարկել այն բոլոր ռիսկերը, որը հնարավոր են, որ կյանք արժենան Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Եվ այսպես, ապահովագրական հիմնադրամը ստեղծված չէ, հաստատվել է կառավարության որոշումը, որտեղ նշանակվել է ապահովագրական հիմնադրամի տնօրեն Սամվել Խարազյանը։ Սամվել Խարազյանը մեր այն պաշտոնյաներից է, որը ղեկավարում էր պետական առողջապահական գործակալությունը։ Իդեպ, ես անդրադարձել էի դրան, որ Սամվել Խարազյանը այն ակտիվ պաշտոնյաներից էր, որ իր անձնական ֆեյսբուքյան էջում պրոպագանդում էր եկեղեցու դեմ հարձակումը, եկեղեցու դեմ պայքարի, վարչապետի պայքարին էր միացել եւ տարբեր պետական պաշտոնյային ոչ կոռեկտ գրառումներ էր անում այն մարդկանց վերաբերյալ, այն խմբերի վերաբերյալ, որոնք որ ունեին այլակարծություն։ Եվ ահա Սամվել Խարազյանին պարգևատրեցին այդ պաշտոնով։ Սամվել Խարազյանին, երբ որ տվեցին նախադեպը չունեցող բյուջեով հիմնադրամ, կառավարության անդամներից որևիցե մեկը հարց չտվեց, որ արժանինքների համար է Սամվել Խարազյանը նշանակվում ապահովագրական հիմնադրամի տնօրեն։ Հիշեցնեմ, որ մինչև հեղափոխությունը Սամվել Խարազյանը եղել էր պետական առողջապահական գործակալության աշխատակից եւ Սամվել Խարազյանի հետ է կապվում մեծ կոռուպցիոն սխեմայով մի գործ, որի շրջանակներում նա եղել էր մեղադրյալ, քրեական գործեր էր եղել եւ մամուլում այդ ամբողջ տեղեկատվությունը կա։ Սակայն Սամվել Խարազյանին նշանակեցին այս նախադեպը չունեցող ստեղծվող հիմնադրամի տնօրեն, սակայն այս պահին դեռ Սամվել Խարազյանը ազատված չի պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնից եւ այսպես Սամվել Խարազյանը միակ աշխատակիցն է այս պահին, որը որ
հաստատվեց հիմնադրամի ստեղծման ընթացքում եւ տրվել է ժամանակ 1 ամիս ժամկետով, որ Սամվել Խարազյանը պետք է ձևավորի ապահովագրական հիմնադրամը։ Ձևավորման համար հիմնադրամի աշխատակիցների համար չկան հաստատված կառավարության որոշումով պաշտոնի անձնագրեր, մասնագիտական հմտությունների եւ այլ հավաստող պահանջների փաստաթուղթ, այսինքն այս հիմնադրամի աշխատակիցները ամբողջությամբ ստեղծվելու են Սամվել Խարազյանի ցանկությամբ, մտադրությամբ եւ պատկերացմամբ։ Իսկ պետական առողջապահական գործակալությունը, որ Անահիտ Ավանեսյանը վերջի հանդիպման ժամանակ փաստեց, որ իր գործը կատարել է եւ պետք է նրանց հաջողություն մաղթել եւ հրաժեշտ տալ, այդ գործակալության աշխատակիցները, որոնցից 65-ը շուրջ քաղծառայողներ են, այս պահին չգիտեն ինչ է սպասվում իրենց։ Ենթադրում են, որ նրանք կլինեն քաղծառայության ռեզերվում, այնուհետև որոշները, ովքեր որ պետական առողջապահական գործակալության տնօրենի Սամվել Խարազյանի հավատարիմներն են եւ մտերիմներն են, կտեղափոխվեն հիմնադրամ, իսկ որոշները, որոնք որ պարզապես նորմալ աշխատողներ էին, բայց չունեին այլ հարաբերություններ ընկերական տնօրենի հետ, ապա կմնան առանց աշխատանքի։ Եվ այսպես հաստատված հիմնադրամը այս պահին, այսինքն դեկտեմբեր ամսին, արդեն հաշվապահներին Հայաստանի Հանրապետության բոլոր ընկերությունների հանձնարարված է, որ 200,000 եւ ավել աշխատավարձ ունեցող քաղաքացիներից պետք է կատարվեն պահումները, սակայն հաշվապահները այս պահին դեռ չգիտեն, որտեղ են փոխանցելու այդ գումարը, որովհետև հիմնադրամը գրանցված չէ, հիմնադրամը չունի հաշվի համար եւ այդ փոխանցումները անելու հնարավորություն չունեն հաշվապահները։ Իդեպ այդ հաշվապահական գործընթացը բավականին հարցերի է առաջացրել, բավականին օրենսդրական խախտումներ կան, անհասկանալի օրինակ հաշվապահների համար, երբ օրենքը ստեղծվում է հունվարի 1-ից, ապա ինչպես են նրանք ելակետային վերցրել նոյեմբեր ամիսը եւ ինչու են նրանք նոյեմբեր ամսից հետո դեկտեմբեր ամսին կատարում պահումները։ Օրինակ հաշվապահները չեն կարողանում հասկանալ, ենթադրենք նոյեմբեր ամսին մարդիկ գնացել են արձակուրդ եւ իրենց աշխատավարձը ձևավորվել է աշխատավարձ արձակուրդային եւ ինքը 500,000-ի շեմը անցել է, ապա հաջորդ 12 ամիսներին իրենք ոնց են վճարելու նրան 200,000 եւ ավել աշխատավարձ ունեցող, թե 500 եւ ավել աշխատավարձ ունեցող։ Շատ անհասկանալի է այն աշխատակիցների մասին, որոնք որ նոյեմբերին աշխատել են, սակայն այլևս հունվարին, փետրվարին աշխատանքից ազատվելու են կամ ազատվելու ընթացքում ինչ է ասում առողջապահության նախարարությունը, ասում է, եթե դու աշխատանքից ազատվել ես, ապա դու պարտավորություն ունես հաջորդ 12 ամիսների ընթացքում քո գրպանից վճարում կատարել ապահովագրական հիմնադրամին։ Անկամ մի հարցազրույցներից մեկի ժամանակ լրագրողը զարմացած հարցնում է, ասում է, իսկ որտեղից վճարի, եթե մարդը աշխատանքից ազատվել է, ասում է, իր եկամուտներից ելնելով, այսինքն մեր առողջապահության նախարարության պաշտոնյաները չեն ընդունում, այնքան են իրականությունից հեռացել, որ չեն ընդունում, որ Հայաստանի Հանրապետությունում բավականին մեծ քանակի մարդիկ կան, որոնց եկամուտի միակ աղբյուրը դա աշխատավարձն է։ Իսկ եթե մարդիկ ազատվում են աշխատանքից կամ հաստիքի կրճատում է լինում, ապա նրանք այլևս եկամուտներ չեն ունենում։ Իդեպ սա վերաբերվում է նաև պետական առողջապահական գործակալության այն աշխատակիցներին, որոնք 100-ից ավելն են, որոնց 65-ը քաղծառայող, որոնք շատ շուտով ազատվելու են աշխատանքից։ Սիրելիներս, դուք ազատվելու եք աշխատանքից, բայց այնպես է ստեղծված այս օրենսդրությունը, որ դուք
պարտավոր եք լինելու վճարելու 12 ամիս ապահովագրավճարը։ Ասում են եկամուտների հաշվին, թե որտեղից են այդ եկամուտները, հասկանալի չէ։ Իդեպ, հաշվապահները տալիս են բազմաթիվ հարցեր, ոչ մի հարցի պատասխանները չգիտեն, համապատասխան կառույցները, հնարավոր չէ կապնվել այս մարդկանց հետ, որպեսզի այդ հարցերի պատասխանը ունենալ, եւ Խարազյան Սամվելը իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասեց. ես կարծում եմ իմ հետ անմիջական շփումը էֆեկտիվ չի լինի, այնպես որ գրավոր կատարեք հարցադրումներ, ես ձեր գրավոր հարցադրումներին կտամ համապատասխան պատասխաններ։ Բայց խնդիրը սրանում չի։ Միակ աշխատողը Սամվել Խարազյանը, որը որ 1 ամսվա ընթացքում պետք է ստեղծի հիմնադրամը եւ պետք է ունենա պայմանագրային, այսպես ասած, պայմանագրերի կնքում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների հետ։ Այսինքն, բժշկական օգնություն իրականացնող հաստատությունները պետք է հիմնադրամի հետ ունենան պայմանագիր, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո պայմանագրի հիման վրա կատարեն համապատասխան փոխհատուցումները եւ այսպես հաստատվել է դեղատների եւ բժշկական կենտրոնների այն պահանջները, որոնց բավարարման դեպքում հիմնադրամը պայմանագիր է կնքելու այդ բժշկական կենտրոնների հետ։ Պայմաններից խոցելին, որը որ ըստիս ուրեմն կա բժշկական կենտրոնների համար, դա այն է, որ բժշկական կենտրոնները պետք է ունենան մինչև 7 տարի վաղեմության բժշկական սարքավորումներ։ Ավելի հին բժշկական սարքավորումների դեպքում նրանց հետ ապահովագրական հիմնադրամը պայմանագիր չի կնքելու։ Եվ այստեղ մի հատ sense խնդիր է առաջացել, որը որ արդեն տարածվել է եւ արդեն բժշկական հանրույթը, բժշկական կենտրոնների տնօրենները խոսում են, եւ դրա մասին ես անդրադարձել եմ Առողջապահության նախարարի լաբորատորիայի մասով խորհրդատուն խոշոր ներկրող ընկերության ուրեմն աշխատակից է, որը որ նաև ըստ այսպես ասած օդում կախված լուրերի, որը հիմա ճշտման փուլում է, նաև հանդիսանում է որոշակի մասնաբաժնի ուրեմն բաժնետեր։ Ինչ է ասում այս ընկերության, նախ այս ընկերությունը շահում է Հայաստանի Հանրապետության պետական գնումները, դրա մասին ես առանձին կանդրադառնամ, բայց ինչ են ասում, ասում է 7 տարի վաղեմության ապարատուրան դուք կդնեք մի կողմ եւ կգնեք նորը, որպեսզի մենք ապահովագրական ընկերությունով ձեզ տանք թույլտվություն սպասարկելու ապահովագրված քաղաքացիներին, կամ էլ մեզ կհրավիրեք, մենք կգանք ձեր ապարատուրայում կանենք համապատասխան վերազինում եւ դրա արդյունքում եւս 5 տարի կտանք այսպես աշխատելու հնարավորություն։ Այդ վերազինումը ոչ այլ ինչ է, քան մի հատ, այսպես ասած, փաստաթղթի տրամադրում, որ կարող եք աշխատացնել եւ այդ փաստաթղթի համար բժշկական կենտրոնները վճարելու են այդ ընկերությանը, այսինքն պարզ լեզվով ասած, դուք պարտավոր եք ոչ թե այդ գործիքները փոխելուց բացի, նաև թուղթ առնել, որպեսզի այդ թուղթը գցեք ձեր փաստաթղթերին, ուղարկեք նախարարություն, որպեսզի հաստատեն ձեր աշխատանքը։ Իհարկե սա զավեշտալի է, իհարկե սա չի փոխելու առողջապահական որակը, բայց սա ստեղծելու է խնդիրներ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ինչպես նաեւ սա առաջացնելու է գնագոյացման փոփոխություն եւ բժշկական ծառայությունների գնի բարձրացում այն քաղաքացիների համար, որոնք չունեն ապահովագրական փաթեթներ եւ պետք է օգտվեն վճարովի ծառայությունով կամ ապահովագրվածները համավճարի սկզբունքը հաշվի առնելով։ Ինչևէ, եթե անգամ այս ամեն ինչը իդեալական է բժշկական կենտրոնում, ապա ժամանակ է պետք, որպեսզի այս հիմնադրամի աշխատակիցները, որը որ դեռ չկան,
ուսումնասիրեն այս փաթեթները, տեսնեն, որ համապատասխանում են այն կազմակերպությունների ցանկին, որոնք որ օրինակելի ձև են հանդիսանում եւ կնքեն պայմանագրեր։ Եվ այս պահին չկա հիմնադրամը, չկա հաշվի համարը, չկան աշխատակիցները, սակայն հունվարի 1-ից հայտարարված է ապահովագրության մեկնարկի մասին։ Հունվարի 1-ին մեր քաղաքացիները գնալու են բժշկական կենտրոններ եւ հունվարի 1-ին մեր քաղաքացիները լսելու են հետեւյալ պատասխանը, որ բժշկական կենտրոնները չգիտեն ինչ են անելու, բժշկական կենտրոնները չունեն պայմանագիր հիմնադրամի հետ եւ բժշկական կենտրոնները չեն սպասարկելու ապահովագրական օրենքի շրջանակներում։ Մեկ այլ խնդիր էլ դեղատներն են։ Դեղատների հետ կնքված չի համապատասխան պայման պահանջների ուսումնասիրությամբ պայմանագրեր եւ ինչ է ստացվելու հունվարի 1-ից այն կարևորագույն դեղերը, որոնք որ պետք է ստանային հիվանդները դեղատներից, օրինակ շաքարային դիաբետի հետ կապված պրեպարատները, որոնք որ կյանքի համար շատ կարևոր են եւ նրանց չընդունելը եւ կամ չսրսկվելը, չներարկվելը կարող է առաջացնել կյանքին սպառնացող վիճակներ, այդ քաղաքացիները դիմելու են դեղատներին, որոնք շահույթ հետապնդող առևտրային կազմակերպություններ են, նրանք մերժելու են քաղաքացուն դեղի տրամադրումը ապահովագրական փաթեթի շրջանակում, որովհետև չունեն պայմանագրեր հիմնադրամի հետ, որովհետև հիմնադրամը դեռ ստեղծվում է։ Եվ սիրելի հայրենակիցներ, այս օրերի ընթացքում կարելի ասել խոսել եմ Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող պետական եւ ոչ պետական ընկերությունների տնօրենների գրեթե 60-70%-ի հետ։ Բոլորի հարցը նույնն է. ինչ ենք անելու հունվարի 1-ին։ Եվ այստեղ խնդիրը այսպիսինն է. Հայաստանի Հանրապետության անգամ խոշոր բժշկական կենտրոնների տնօրենները չգիտեն ինչ են անելու հունվարի 1-ից, ինչը ենթադրում է, որ մեր քաղաքացիները եւս հայտնվելու են փաստի առաջ եւ ստեղծվելու է այդ քաոսը։ Ուստի իմ խնդրանքն է առողջապահության նախարարին, քանի որ ես ենթադրում եմ, որ ենթակաները բացի այդ ռիլեր նկարելուց եւ այդ սրտիկներով պաչիկներ ուղարկելուց մեր քաղաքացիներին, նաեւ գուցե նախարարին զեկուցում են, որ ամեն ինչ հրաշալի, ամեն ինչ պատրաստ է, ապա իմացեք, որ ոչինչ պատրաստ չէ եւ այս ամեն ինչի արդյունքում մեր քաղաքացիներից շատերի կյանքերը վտանգի տակ են լինելու, որովհետեւ նրանք չեն կարողանալու ձեռք բերել կարևոր դեղորայքը, նրանք չեն կարողանալու ձեռք բերել կարևոր ծառայությունները եւ որի արդյունքում բացառապես տուժվելու է առողջությունը, գուցեև անդառնալի եւ այն թեզը, որ խնդրը պետք է հանդիպի իր լուծմանը, այդ հանդիպման լուծման արդյունք ուշացումները կարող են առաջացնել լուրջ խնդիրներ առողջական, գուցեև անդառնալի։ Ուստի առաջարկում եմ հստակ մտածել այս խնդիրների մասին, հստակ աշխատել բժշկական կազմակերպությունների հետ, հստակ լսել ոչ թե գովեստի խոսքեր, այլ լսել քննադատությունները, խնդիրները եւ դրանց լուծման արդյունքում մենք գուցե ինչ-որ միտեղ կնվազեցնենք մեր բնակիչների առաջի հիասթափությունը ապահովագրական ռեֆորմից։ Չի քննարկվում այն փաստը, որ ապահովագրության ներդրումը բժշկագիտության զարգացման, սոցիալական խնդիրների լուծման ամենակարևոր ռեֆորմներից մեկն է, բայց եթե այս ռեֆորմը չսկսված ձախողի, այսինքն լինեն հիասթափություններ բնակչության կողմից, ապա դա ձնագնդի պես մեծանալու է եւ ցավոք սրտի եւս մեկ հիասթափություն է լինելու մեր բնակչության առջև։ Ինչևէ, կապրենք կտեսնենք, խնդրում եմ, որ այս ամեն ինչը նկատի ունենալ եւ հստակ գնահատվել ռիսկերը։ Սիրելի հայրենակիցներ, ձեր հետ է առողջ որոշումը, բաժանորդագրվեք 168-ի YouTube-յան եւ Facebook-յան ալիքներին
եւ եղեք իրազեկ։